Ներկայացնում եմ Հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությունների նախագիծը, որը հիմնված է արդեն իսկ տևական ժամանակ նոր չափորոշիչով մեր դպրոցների աշխատանքի եւ այդ աշխատանքների վերլուծության ու ըստ այդմ նաեւ այս փուլում անհրաժեշտ լավարկումների անհրաժեշտության վրա եւ ներկայացվող նախագիծը թույլ է տալու, որպեսզի կառավարության ծրագրի կարևորագույն անելիքը, որը հանրակրթության որակի բարձրացումն է, լինի ավելի նպատակային եւ գրանցի ավելի մեծ արդյունքներ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ բնականաբար հանրակրթության ոլորտում մեր աշխատանքները մեծածավալ են, դրանք ընդգրկում են իհարկե անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը դպրոցաշինության եւ նոր գույքով ու լաբորատորիաներով հագեցման ծրագրերի շրջանակներում, ինչը խիստ կարեւոր է։ Դրանք ընդգրկում են նաեւ ուսուցիչների մասնագիտական զարգացման, նաեւ աշխատանքի գրավչության բարձրացման ուղղված մեծածավալ գործընթացը, որը առաջ է բերում նաեւ անհրաժեշտ մարդկային ռեսուրսի ներգրավման եւ այդ մարդկային ռեսուրսի զարգացման բաղադրիչը, բայց միևնույն ժամանակ մեր ուշադրությունը նույնքան սևեռված է նաև հանրակրթության բովանդակության վրա եւ հանրակրթության չափորոշիչը իր մեջ ամփոփում է հենց բովանդակության հետ կապված հիմնական մոտեցումներն ու աշխատանքները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ չափորոշիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, այնուհետև փորձարկվեց Տավուշի մարզում եւ 2023 թվականից փուլային կարգով ներդրվեց մեր բոլոր դպրոցներում։ Այս պահին առաջինից 11-րդ դասարաններում գործում է նոր չափորոշիչը եւ ըստ էության գալիք սեպտեմբերը կլինի նոր չափորոշիչի ներդրման վերջին տարին եւ մենք այս ընթացքում շատ ուշադիր ենք եղել տեսնելու թե ինչ դրական արդյունքներ ունենք եւ նաեւ ինչպիսի խնդիրներ ունենք, որոնք պետք է հասցեագրվեն։ Եվ այս նախագիծը թույլ է տալու, որպեսզի մենք բարձրացնենք ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցնենք բովանդակային եւ կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ձևավորենք սովորողների անհատական զարգացման եւ մասնագիտական կողմնորոշման ավելի լայն հնարավորություններ, հատկապես ավագ դասարաններում, ինչպես նաեւ կրթության բովանդակությունը համապատասխանեցնենք ժամանակակից կրթական եւ անվտանգային պահանջներին։ Գաղափարական որևէ փոփոխություն բնականաբար չի արվում, որովհետև չափորոշիչով որդեգրված մոտեցումը, որ մեր երեխաներին անհրաժեշտ է համակողմանի կրթություն, որը իր մեջ պետք է ներառի թե գիտելիքը, թե հմտությունները, թե արժեքները, թե դիրքորոշումները, պահպանվում է եւ առանցքային կարողունակություններն ու ամեն կրթական աստիճանի վերջնարդյունքները նույնն են։ Այստեղ առավելապես փոփոխությունները վերաբերում են իրականացման գործընթացին, դրանք դարձնելով ավելի արդյունավետ։ Մասնավորապես սահմանվում են ուսումնական պլանների ձևավորման ավելի ճկուն կարգավորումներ։ Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր դպրոց պետք է համապատասխանի այն կարիքներին, որոնք կան տվյալ համայնքում, եւ որպեսզի սա հնարավոր լինի, ուսումնական պլանների ձևավորումը պետք է ունենալով պետական պարտադիր բաղադրիչը, նաեւ դպրոցական եւ անհատական բաղադրիչների շրջանակում հնարավորություն տա ներառել թե սովորողների կարիքները եւ թե նաեւ համայնքային կարիքները եւ այս իմաստով ուսումնական պլանների ձևավորման կարգավորումները դարձվում են ավելի ճկուն։ Մենք նաև ընդլայնում ենք նախագծային ուսուցումը։ Սա թերևս մեր ամենակարևոր անելիքներից է, որտեղ նախագծային ուսուցման միջոցով է, որ երեխաները սովորում են աշխատել մի խնդրի վրա սկզբից մինչև վերջ։ Սկսելով խնդրի ձևակերպումից, այնուհետև նաև այդ խնդիրը լուծելու ճանապարհներ ու եղանակներ գտնելով եւ նաև հանգելով եզրակացությունների, ընդ որում սա անում են թիմային եւ սա նշանակում է, որ ձևավորվում են նաև անհրաժեշտ հմտությունները թիմային աշխատանքի ձևավորման։ Մենք արդեն իսկ պարտադիր էինք դարձրել նախագծային ուսուցումը, այժմ առաջարկում ենք այն ընդլայնել ամեն կիսամյակում առնվազն ուրեմն մեկ նախագիծ իրականացնելու պահանջ դնելով, որոնցից առնվազն մեկը պետք է լինի բնագիտական ուղղվածության։ Ինչպես նաև մենք էական փոփոխություններ ենք նախատեսում 10-ից 12-րդ դասարաններում, ավագ դպրոցում։ Թերևս գաղտնիք չի, որ եթե օրինակ մեր երեխաներին մոտենանք եւ հարցնենք, ինչ են կարծում ավագ դասարաններում իրենց սովորելը ինչքանով է իմաստավորված, նրանցից շատերը հարց կբարձրացնեն։ Եվ մեր խնդիրն է, որ ավագ դպրոցում սովորելը լինի իսկապես նպատակային եւ երեխաները հստակ պատկերացնեն այդ կրթության կապը իրենց հետագա անելիքի հետ
եւ արդեն իսկ չափորոշչով սահմանված էր, որ երեխաները կարող են ընտրել նպատակային ուսուցման առարկաներ, որոնք իրենց մասնագիտական կողմնորոշման հետագա ուղղվածության հիմքն են եւ նաեւ դա նրանց հնարավորություն է տալիս հետագա մասնագիտական կրթության մի զգալի բազա հավաքել դպրոցում եւ իրենց համար նաեւ ձևավորում է նոր հնարավորություն ընդունելության քննություններին պատրաստվելու այս փոփոխություններով մենք ել ավելի առաջ ենք գնում եւ այս անհատականացված դասացուցակի տրամաբանությունը հասցնում ենք իր բարձրակետին նվազեցնելով այն սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը որոնք դրական են հանձնել ավարտական կամ միասնական քննությունները պետք է հիշեցնեմ որ արդեն երրորդ տարին մեր սովորողները հնարավորություն ունեն ընդունելության քննությունները հանձնել 2 փուլով հունվարին կամ հունիսին եւ այն պարագայում երբ որ երեխաները դա անում են հունվարին բնականաբար նրանց մոտ ամբողջ երկրորդ կիսամյակի զբաղվածության եւ այդտեղ անհարկի կրկնություններ չունենալու խնդիր է առաջանում եւ մենք հիմա նախատեսում ենք որ երկրորդ կիսամյակում մեր 12-րդ դասարանի սովորողները հնարավորություն կունենան իրականացնելու նախագծային հետազոտական կամավորական աշխատանքներ եւ պետք է հիշեցնեմ որ Բարձրագույն կրթության եւ գիտության օրենքով էլ ընդունելության գործընթացի համար այս բաղադրիչները նպատակ ունենք դարձնել նաև պարտադիր մաս ընդունելության եւ սա հնարավորություն կտա որ ոչ թե կրկնեն նույն բովանդակությունը այլ ձևավորեն նոր հմտություններ եւ զարգացնեն այն կարողությունները որոնք պետք են գալիս ամբողջ ուրեմն կյանքի ընթացքում նաև նախատեսում ենք որ ունենանք ինտեգրված եւ մոդուլային ուսուցման մոտեցումներ սա թույլ է տալու նաև առարկաների թիվը կրճատել առանց ավագ դասարաններում առանց ուրեմն նվազեցնելու բովանդակության անհրաժեշտ ծավալը ամբողջական ընկալում ձևավորելով տարբեր իրականության կողմերի նկատմամբ խթանել նաև միջառարկայական կապերը եւ դա դարձնել ավելի մրցունակ կրթության հիմք արվում են անհրաժեշտ հստակեցումները նաև մասնագիտացված դպրոցների համար սա շատ կարեւոր է որովհետեւ նաև օրինակ գիտեք մեր տարբեր դպրոցներ ունեն առանձին ուղղվածություններ ինչպես ֆիզիկա մաթեմատիկական, բնագիտամաթեմատիկական եւ այստեղ էլ ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները հաշվի են առնվում, կարգավորվում է սովորողների ծանրաբեռնվածությունը, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը եւ շաբաթական նվազագույն առավելագույն ծանրաբեռնվածության չափանիշները ելնելով նաեւ երեխաների առողջության պահպանման խնդիրներից սահմանվում են նախատեսելով նաեւ արտադասարանական զբաղվածության կարգավորումները, ընդլայնվում է անվտանգ կենսագործունեության եւ առողջ ապրելակերպի ուղղությամբ մեր գիտելիքը, մասնավորապես օրինակ մեր այս պահին գործող նախնական զինվորական պատրաստություն առարկան չուներ այնպիսի բաղադրիչներ, որոնք կվերաբերեին տեղեկատվական եւ քաղաքացիական անվտանգությանը, ինքնապաշտպանության գոյատևման տարրական հմտություններին եւ այս ընդլայնումը հնարավորություն կտա, որ ավելի համակողմանի զարգացնենք մեր երեխաների հմտություններն ու գիտելիքները, առողջ ապրելակերպ խմբակը նախատեսում ենք ներառել առարկայական բաղադրիչով եւ դրանով նաեւ ամրապնդել մեր երեխաների առողջ ապրելակերպի հմտություններն ու վարքականոնը, որը շատ կարեւոր է եւ նաեւ ինչը խիստ կարեւոր է չափորոշչի շարունակական գործունեության համար, դրա պարբերական վերանայման մեխանիզմ է սահմանվում 4 տարին մեկ, չափորոշիչը կարող է վերանայվել իրականացվող վերլուծությունների հիման վրա։ Կարծում եմ սա մեր բովանդակային ռեֆորմի տրամաբանական շարունակությունն է, առաջարկում եմ հաստատել, շնորհակալություն։